Ողջույնները սիրելի ժողովուրդ։ Կանքներս մանտես։ Հիմա կզրուցենք սիրելի ժողովուրդ։ Որպես նախաբան ես ուզում եմ մի փոքրիկ պատմություն պատմել ձեզ։ Պատմություն միջադեպ ավելի շատ, պատմություն ոչ թե այսպես մ, շատ միջադեպ, ավելի շատ միջադեպ։ Համեմատության համար, իհարկե ես հետո կասեմ այդ համեմատությունը ինչի համար էր։ Նախ նորից բարի երեկո բոլոր նրանց, ովքեր արդեն միացել են, մենք այսօր մի քիչ ավելի լուրջ եւ ավելի բաց ճակերտներով, այսպես առանց ճակերտների, այսինքն ոչ թե բաց կզրուցենք 2-3 մարդկանց մասին, որոնց մասին Հայաստանում քիչ են խոսում, եւ երևի այս քիչ խոսելու արդյունքում է հենց որ մեր մերձավոր հարևանները փորձում են աղավաղել պատմությունը։ Բայց սիրելի ժողովուրդ, արդեն ասացի, մի փոքր միջադեպից այսպես սկսենք պատմություն։ 1984 թվականի ամանորյան մի երեկոյի Ռուսաստանում դեռևս շատ քիչ հայտնի Գարի Կասպարովին մոտեցավ մի լրագրող, կին, աղջիկ, երիտասարդ աղջիկ։ Ամանորյա երեկո, պատկերացրեք, այսպես հավաքված են հայտնի մարդիկ, Կասպարովը շատ քիչ է հայտնի առայժմ, նրան շատ քիչ են ճանաչում, հա։ Բայց լրագրողը ճանաչում էր, մոտեցավ լրագրողը եւ հարցրեց, ասեց. «Բարև ձեզ, մի հարց ընդամենը, ինչ երազանք ունեք, որ կուզենայիք իրականանար հաջորդ տարում», այսինքն 85 թվականի մասին է խոսքը։ 84-ի դեկտեմբեր ամանորյա երեկո։ Կասպարովը պատասխանում է, որ ասում է. «Ինչ երազանք պիտի ունենա շախմատիստը, երազում եմ դառնալ աշխարհի չեմպիոն»։ Հաջորդ տարում, մի քանի ամիս անց, 1985 թվականին, Կասպարովը հաղթեց Կարպովին եւ դարձավ FIDE-ի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։ 85 թվականին Կասպարովը ընդամենը 22 տարեկան էր։ Սովետական Միությունում, ինչպես եւ ընդունված էր, արդեն մեծարման երեկո, արդեն Կասպարովը աշխարհի չեմպիոն է, մենք Ռուսաստանից աշխարհի ԽՍՀՄ-ից աշխարհի չեմպիոն ունենք, այսպես հա։ Նորից երեկո են կազմակերպում եւ հետաքրիր է սելի ժողովուրդ, որ այս նույն երեկոյին մոտեցավ այդ նույն լրագրողը, երիտասարդ աղջիկը, մոտենում է Կասպարովին, հարցնում է, ասում է. «Հիշում եք ինձ, մենք անցյալ տարի հանդիպեցինք ամանորյա երեկոյին»։ Կասպարովն ասում է. «Իհարկե հիշում եմ», ասում է. «Դե ինչ, դուք դարձաք աշխարհի չեմպիոն եւ ես շնորհավորում եմ աշխարհի ամենադժբախտ մարդուն»։ Կասպարովը անակնկալ է գալիս, սիրելի ժողովուրդ, ես այս զուգահեռները կբերեմ անպայման եւ մեր ճակատագրի հետ կհամեմատեմ, մեր ասված ճակատագիր, որին մենք կոչեցինք հայի բախտ, բայց ես վստահ չեմ, որ դա այդպես էր, ես ավելի շատ դրան կկոչեի հայի խելք։ Եվ մեծ հաշվով այստեղ միամտության խնդիր էլ չկար, այստեղ ավելի շատ ընտրություն էր։ Եվ ես այդ ամենը կասեմ։ Կասպարովը անակնկալ է գալիս եւ այսպես մի քիչ զայրացած ասում, ինչի մասին եք խոսում։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ այսօր, ես FIDE-ի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնն եմ, ինչ դժբախտության մասին է խոսքը։ Եվ աղջիկ այսպես մի քիչ խոհափիլիսոփայական, ես խնդրում եմ մի քիչ ավելի գլոբալ նայել այս պատասխանին, աղջիկն ասում է. «Այո, դուք աշխարհի ամենաերջանիկ մարդն եք, բայց այսօր, իսկ վաղը»։ Տեսեք, սիրելի ժողովուրդ, Նիչեն ասում էր. «Նա ով հասնում էր երազանքին, դրանով իսկ կորցնում է այն»։
Ես ուզում եմ պատմության հետ ընթացքով, երբ որ գնում ենք այսպես պատմության խորքեր, ուզում եմ հասկանալ մեր հայրենակիցները, մեր մեծերը, մարդիկ, որոնք այսպես արմատական, բեկումնային գործեր են արել, բեկումնային այսպես շրջադարձային ինչ-որ բաներ են արել աշխարհով մեկ ամեն մեկն պետության մեջ, որը ներկայացնում էր, ինչ էին երազում այս մարդիկ։ Նրանց երազանքը օրվա հետ էր համահունչ, թե վաղվա մյուսօրվա հետ։ Արդյոք նրանց երազանքը, որ նրանք դառնում են այս ինչ կամ այն ինչ բանակի բրիգադային գեներալներ, հերոսներ, չգիտեմ ինչեր, առավոտյան, երբ որ արթնանում էին այս մարդիկ, երբ որ հասկանում էին, որ Հայաստանի կեսը չկա, եթե բերենք հիմա մեր օրերի հետ, ինչ եք մտածում աշխարհի որևէ չեմպիոն, այլ երկրի որևէ գեներալ, արդյոք իրեն երջանիկ էր զգում։ Եթե պիտի երջանիկ զգային մարդիկ այս կարգավիճակում, որ իրենց երկրի առջև ծառացած այս ամենադժվարին պահերին իրենք երջանիկ են նրանով, որ աշխարհի չեմպիոն է, խոսքը Կասպարովի մասին չէ, խոսքը ընդհանրական է, ես սա մի քիչ ավելի ալեգորիկ իմաստով եմ ասում։ Ուրեմն այս մարդիկ Հուրհավիցյան, ինչպես ես իմ երկրորդ գրքում եմ խոսել, սիրելի ժողովուրդ, հնդկացիների այդ ցեղի մասին, այս մարդիկ հավիտյան կորցնում էին իրենց դերը ցեղի ժառանգության մեջ։ Հիմա իմ ձեռքին իմ երկրորդ գիրքն է, սիրելի ժողովուրդ, «Կորսված ժառանգություն», որտեղ ես առաջինում էլ կա, որտեղ ես փորձել եմ խոսել մի երկու անձանց մասին, սովետական հետախուզության այսպես կարկառուն ներկայացուցիչներից, մարդկանց մասին, որոնց անունները Հայաստանում շատ քիչ են շոշափվում, եւ ես անկեղծ ասած որևէ տեղ չեմ հանդիպել, Վիկիպեդիաներում ինչ-որ կցկտուր ինֆորմացիաներ կան, բայց որ այս մարդկանց մասին բարձրաձայն են խոսեն, հաղորդումներ, ագիտացիաներ, պրոպագանդա, չգիտեմ ինչ, ֆիլմեր, ինչ ֆիլմերի մասին է խոսքը։ Հազիվ ախմախ ոչ մի բան չասող ցինիկ հումորներ ու սերիալներ, հետո կգան կհասնեն անդառնալի այսպես փորձանքի եւ կասեն, տեսնես, որտեղից հանկարծ ծագեց այս ընդհանուր աղետը մեծ։ Հիմա տեսեք, 1929 թվականի աշնանը Կոստանդնուպոլիս է մտնում Ներսես Հովսեփյան անունով մեծահարուստ գորգավաճառը Իրանից։ Ներսես Հովսեփյանը Իրանից ժամանել էր Կոստանդնուպոլիս գորգերի խանութ բացելու նպատակով։ Կարճ ժամանակ անց մի 2-3 օր, 4 օր հետո մեծահարուստ այս առևտրականը հայտարարություն է տալիս թերթում, որ իրեն անգլերենի մասնագետ է պետք անհատական դասերի համար։ Շատ են այսպես հետաքրքրվում, գնում են, գալիս են, առաջարկում են իրենց ծառայությունները։ Ներսես Հովսեփյանը ոչ մեկի հետ այսպես ընդհանուր հայտարարի չի գալիս, չգիտեմ, մեկի արտաքինը դուրս չի գալիս, մեկի բնավորությունը, մեկի ասում է ինձ մշտական հիմունքներով խելացի մարդ է պետք, որ կարողանա ինձ հետ աշխատել, ինձ անգլերեն սովորեցնել։ Մոտ 1 ամիս անց այս փնտրտուքներից հետո Ներսեսին մի օր դիմում է դուռը այսպես պատահական ծեծում են, բացում է երիտասարդ աղջնակ։ Ասում է բարև ձեզ, իմ անունն է Էլիզաբետ, բայց մտերմիկ զրույցի համար կարող եք ինձ կոչել Լիզա։ Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Էլիզաբետ Սթրիթերը իր ծառայություններն է առաջարկում Ներսես Հովսեփյանին անգլերենի անհատական դասեր տալու համար։ Այս պատմությունը, սիրելի ժողովուրդ, ես ինչու եմ սկսում հենց այս 1929 թվականի այս պահից, երբ որ Ներսես Հովսեփյանը մտավ Կոստանդնուպոլիս Իրանից ժամանած մեծահարուստը։ Ներսես Հովսեփյան անունը իհարկե ձեզ ոչինչ չի կարող ասել, որովհետև Ներսես Հովսեփյան անունը հորինված էր։ Ներսես Հովսեփյան գոյություն չուներ, սա ուղղակի հորինված անուն էր։ Ներսես Հովսեփյանը նույն ինքը ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի չեկիստ, Կոստանդնուպոլսում, Թուրքիայում կոնկրետ ռուսական անլեգալ գործակալության ռեզիդենտ այդ տարիներին, Աշխաբադում ծնված Գեորգի Աղաբեկովներ կամ Գրիգոր Հարությունյանը։ Դեռ անցյալ տարի, մինչև երկրորդ գիրքը գրելը, ես պատահական ինչ-որ մի հաղորդում ընկավ աչքիս,
Ուրեմն ռուսական աղբյուր էր, սիրելի ժողովուրդ, բայց հասկացա, որ թուրքահպատակ ռուսական աղբյուր է։ Այդպիսի աղբյուրներ շատ կան, որ թուրքական, ադրբեջանական կամ թուրքական կարևոր չի, ինձ համար դրանք երկուսն են մեկ են։ Այդ ֆինանսներով, որոնք այսպես սնվում են, հակահայկական ինչ-որ քարոզներ։ Եվ հետաքրքիր է, որ ռուսերեն լեզվով, բայց ադրբեջանական ձեռագրով այս բլոգերը խոսում է Գեորգի Աղաբեկովի մասին եւ հաթաթա է տալիս հայերին, ասում է. «Ես սպասում եմ ձեր պատասխանին»։ Իհարկե հայերը չեն պատասխանում այնտեղ, որովհետեւ չեմ կարծում, թե հայերից շատերին հասանելի է այդ ինֆորմացիան Գեորգի Աղաբեկովի մասին։ Եթե ռուսերեն ասեմ, սիրելի ժողովուրդ, իսկ ես ուզում եմ անպայման ռուսերեն ասել դա, որովհետեւ տողեր կան, որ պետք է անպայման հնչեն դրանք ռուսերեն։ Այս մարդու մասին ռուսական աղբյուրները ասում են. «Первый резидент перебежчик, человек, который сломал хребет вождя народов»։ Այսինքն Ստալինի ողնաշար այսպես կոտրեց Գեորգի Աղաբեկովը։ Բայց ռուսական այս աղբյուրը, ինչպես արդեն ասացի, թուրքական այսպես փողերով սնվող Գեորգի Աղաբեկովին ներկայացնում է որպես հենց իրենց լեզվով ասած, պերեբեշչիկ, դիզերտիր մարդ, որը ռեզիդենտի իր պաշտոնը թողեց, ԽՍՀՄ անվտանգության այս բոլոր գաղտնիքները, ես հիմա կասեմ դրա մասին, փորձում էր վաճառել արևմուտքին եւ ԽՍՀՄ-ին ինչ վնաս տվեց Գեորգի Աղաբեկովը եւ այս ռուսական աղբյուրը փորձում է թուրքերի լեզվով այսպես հաթաթա տալ հայերին եւ ասել դե պատասխանեք, սա չէր ձեր հետախույզը, որից անգամ հայերը հրաժարվեցին։ Ես չգիտեմ ինչ աղբյուրների մասին է խոսքը, հայերը երբ են հրաժարվել Գեորգի Աղաբեկովից, ես անգամ վստահ չեմ, որ հայերից շատերը լսել են Գեորգի Աղաբեկովի մասին, բայց գոյություն ունի պատմություն, որ ռուսական այս աղբյուրը երբևէ չի բարձրաձայնի եւ իհարկե առավել եւս այդ թուրքական ձեռագրի մեջ մենք չենք կարող ակնկալել, որ մարդիկ կարող են այսպես բացեի բաց խոսել Գեորգի Աղաբեկովի մասին։ 1929 թվականին, երբ որ Գեորգի Աղաբեկովը նույն Ներսես Հովսեփյան անվան տակ մտավ Կոստանդնուպոլիս, արդեն 1 տարի առաջ 1928-ին Կրեմլը հետ էր կանչել նրա նախորդ ռեզիդենտին Գեորգի Աղաբեկովից առաջ Վյաչեսլավ, կարծեմ Բլյումկին, ես պայն չեմ հիշում անուն ազգանունը ճիշտ, կարևորել չէ, ռուս էր ազգությամբ, հետ էին կանչել Կրեմլ եւ գնդակահարել։ Հետո Գեորգի Աղաբեկովին տեղափոխել էին Կոստանդնուպոլիս, Ներսես Հովսեփյան այսպես կեղծանուն էին հորինել եւ ուղարկել էին Կոստանդնուպոլիս, իբրև Իրանից ժամանած գորգավաճառ Աղաբեկովն այնտեղ պիտի անլեգալ այդ ցանցը տարածեր, 29 թվականի մասին է խոսքը։ Նախ մի քայլ էլ առաջ գնամ եւ ես չգիտեմ այս ռուսական կոչված կիսաթուրքական, կիսառուսական այս բլոգերիկներին արդյոք կհասնի այս ինֆորմացիան, թե չի հասնի, ինձ դա կարևորել չէ, բայց գոյություն ունի փաստ։ Գոյություն ունի փաստ եւ եթե հանկարծ այս թուրքամետ կամ ռուսամետ, չգիտեմ, այս բլոգերներին հարցնենք, ասենք, պարոնայք, ֆենոմենալ տգետներ, եկեք հաշվենք ձեր պետություն կոչվածից, որ դա պետության կարգավիճակ էլ չուներ, եւ Հայաստանի Հանրապետությունից, թեև սովետական հանրապետությունից, հասկանանք ինչ հետախուզում են, հետախուզների մասին եմ խոսում։ Այսօր առավել ոչինչ չեմ խոսելու, ոչ գեներալներ, ոչ զինվորներ, հայրենական պատերազմ, չգիտեմ ինչ, ոչինչ չեմ խոսելու։ 1917 թվականից կազմավորված Կարմիր բոլշևիկյան Ռուսաստանի, այսպես անվտանգության գործում ներդրած ավանդը հայերի մասին է խոսքը։ Ինչ ունեիք դուք տված նրանց եւ ինչ տվեցին նրանց մեր ժողովուրդը, եւ ես սա վերջում կասեմ Կասպարովի օրինակի վրա։ Ուրեմն 17 թվականին, երբ որ բոլշևիկներն եկան իշխանության, սա մի առանձին պատմություն է, սա շատ արյունալի պատմություն է, սիրելի ժողովուրդ, այնքան լեգենդներ կան հյուսված այս պատմության տակ, որ չես կարողանում փաստերը առանձնացնել, բայց բոլշևիկները այսպես շատ արյունալի եկան իշխանության, թեև մենշևիկներն էլ պակաս չեն, փոխադարձ կոտորածներ են եղել, սարսափելի կոտորածներ, հետո գիտեք, արդեն 1 տարի անց քաղաքացիական պատերազմ, այսպես այնպես, բայց երբ որ բոլշևիկները վերջնականապես հաստատեցին իրենց իշխանությունը,
Երբ որ այսպես կարճեցին իշխանություններից, հա, կենցաղային իրենց իսկ լեզվով ասած, իսկ գրիզիվ կնիզի, հա, այսպես հայերեն չգիտեմ ոնց կհնչի դա, մոտավորապես, նու ռուսերեն իրենք ավելի լավ են հասկանում, հա, իսկ գրյազիվ կնյազի։ Բոլշևիկները փորձեցին ներթափանցել այլ երկրների պետական այսպես ստրուկտուրաներ հասկանալու համար, թե որտեղից կարող է իրենց վտանգ սպառնալ։ Սովետական բոլշևիկյան, այսպես ասած, Ռուսաստանի հետ աշխարհում հաշվի նստել չէին ցանկանում։ 1917 թվականից հետո, արդեն քաղաքացիական պատերազմից հետո, 20 թվականից հետո, երբ որ հաստատվեցին վերջնականապես սովետական կարգերը, երբ որ բոլշևիկները հաղթանակեցին այդ իշխանության համար կռվում, Կարմիր Ռուսաստանը դարձավ քաղաքական վտարանդի։ Այո, տարածքով մեծ երկրագնդի գրեթե կեսը զբաղեցնող այս ռուսական երբեմնի կայսրության հետ հաշվի չնստել հնարավոր չէր։ Վաղ թե ուշ պիտի հաշվի նստեն եւ 1933 թվականին, գիտեք, ԱՄՆ-ն արդեն ստիպված եղավ դիվանագիտական կապեր հաստատել ԽՍՀՄ-ի հետ, բայց մինչեւ այդ 1920 թվականին արդեն դեռևս Լենինի օրոք Լենինի մերձավոր այսպես աջ թևը, եթե կարելի այդպես ասել, երկաթե Ֆելիքսը, հա, Ֆելիքս Էդմունդովիչը ստեղծեց սովետական հետախուզության առաջին բաժինը, որը կոչվում էր արտերկրյա բաժին։ Արտերկրյա բաժին ոչինչ չէր ասում։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը տեսներ, ասենք, հիմնարկի կամ չգիտեմ շենքի ճակատին գրված արտերկրյա բաժին, սա ոչինչ չէր ասում։ Արտերկրյա բաժին ինչ ասես կարելի էր հասկանալ, բայց արտերկրյա բաժին կոչվածը փաստացի սովետական հետախուզության առաջին բաժինն էր, որը հետո տրոհվեց տասնյակ բաժինների, ամեն բաժին ուներ իր ենթաբաժինը, նա իր ենթաբաժինը, եւ սա դարձավ չեկիստների Ռուսաստանը։ Սա գնաց ու տարածվեց մինչև Ստալին, մինչև Խրուշով, մինչև անգամ Բրեժնև եւ վերջապես մինչև առաջին եւ վերջին պրեզիդենտ Գորբաչովը, բայց սրա մասին չէ խոսքը։ Երբ որ ստեղծվեց սովետական հետախուզության առաջին բաժինը 1920 թվականին, ես այս մասին ասել եմ արդեն, առաջին ղեկավար սովետական հետախուզության առաջին ղեկավար նշանակվեց Նախիջևանցի Հակոբ Դավթյանը։ Ես ուզում եմ այս թուրքամետ ռուսները կամ ռուսամետ թուրքերը, այս բլոգերները, ես չգիտեմ ովքեր են, ուզում եմ այս ինֆորմացիան մի օր գուցե YouTube-ում այսպես պատահական թերթելիս, երբ որ Աղաբեկովի նկարը կտեսնեն կամ անունը կարդան, հետաքրքիր կլինի, որ իրենց մեկնաբանություններում չեն պատասխանել, ասում են, ես սպասում եմ ձեր պատասխաններին մեկնաբանություններում։ Սա մեկնաբանություններով պատասխանելու բան չէ։ Դավթյանը, Հակոբ Դավթյանը հաստատի, սիրելի ժողովուրդ, հիմնել է սովետական հետախուզությունը։ Այն մարմինը, որը հետո պիտի կոչվեր դառնար Комитет государственной безопасности, որից աշխարհը այսպես սարսռում էր, վախենում էին, ԿԳԲ-ի անունը թնդում էր ողջ աշխարհով, այս ՊԱԿ կոչվածի, եթե կարելի է այսպես ասել, սահմանադրությունը, օրենքները, հիմնական գործող մեխանիզմը եւ աշխատող եւ էֆեկտիվ եւ պատժիչ մեխանիզմները, այս ամենը նախագծել, ստեղծել է Հակոբ Դավթյանը, իհարկե Ֆելիքս Էդմունդովիչի հովանու տակ, այսպես կոչված։ Ինչպես սպասել էր, Հակոբ Դավթյանին գնդակարում են, ես հիմա նրա մասին չեմ ուզում խոսել։ Հակոբ Դավթյանին գնդակարում են, գնում են Թիֆլիսից, գտնում են Քաթանյան Ռուբենին, սա սովետական հետախուզությունն է։ ՊԱԿ, ԿԿԲ, որը փաստացի դադարեց գոյություն ունենալուց 1991 թվական, մինչև 91 թվական այդ ԿԿԲ-ն համաշխարհային այսպես ահուսարսափ էր տարածում, ասում են ԿԿԲ-ից են սրանք։ Քաթանյան Ռուբենը եւ Դավթյան Հակոբը հիմնեցին այդ ամեն ինչը։ Եվ անմիջապես Դավթյան Հակոբի կառավարման այսպես ժամանակաշրջանում 24 թվականին երիտասարդ չեկիստը, որ Ուզբեկստանի ժողովրդական ներքին գործերի, ներողություն, ներքին գործերի, ներքին զորքերի գլխավոր կոմիսար էր նշանակվել Ուզբեկստանում, երբ որ հասկացան, որ այս խելացի երիտասարդը 6 լեզուների է տիրապետում, կանչեցին արտերկրյա բաժին, Կրեմլ, Ուզբեկստանից հետ կանչեցին Կրեմլ, Հակոբ Դավթյանի հետ հանդիպեց Գրիգոր Հարությունյանը,
Հակոբ Դավթյանը նրան տվեց Գյորգի Աղաբեկով, այսպես չեկիստական կեղծ անունը, եւ գործ ուղեցին արդեն սկզբում Իրան, հետո Աֆղանստան, ներողություն, սկզբում Աֆղանստան, հետո վերադարձավ Իրան, հետո Իրանից հետ եկավ Կրեմլ եւ երբ որ հասկացան, որ սա էֆեկտիվ հետախույզ է, գործ ուղեցին Կոստանդնուպոլիս եւ արդեն ասացի 1929 թվականին Ներսես Հովսեփյան գորգավաճառ Իրանից մտավ Կոստանդնուպոլիս։ Ուրեմն ինչ են ներկայացնում այս թուրքական ռուսական աղբյուրները։ Ներկայացնում են, որ Գյորգի Աղաբեկովը վաճառում է ռուսական այսպես գաղտնիքները եւ փորձում է փախչել Եվրոպա։ Արևմուտքին այսպես դավաճանում է, մեղմ ասած, արևմտյան շպիոն էր, հա։ Բայց Գյորգի Աղաբեկովը, երբ որ 29 թվականին նշանակվում է այդ պաշտոնում, միանգամից սկսում է զգաստանալ, հասկանալով, որ իրեն նշանակել են արդեն գնդակահարված Բլյունկինի պաշտոնում։ Այս մարդը հասկացավ, որ ինչ-որ բան էստեղ են չէ, այսինքն Բլյունկին եթե գնդակահարել են, ինձ էլ պիտի գնդակահարեն։ Պետք է կամաց ինչ-որ կոմպրոմատներ հավաքել, հասկանալ ինչի մասին է խոսքը, ինչ զգուշություն է այստեղ պետք։ Շատ խելացի մարդ էր Գեորգի Աղաբեկով չեկիստը, խելացի մարդ էր։ Ում էր ծառայում, ինչ էր անում, սա կարևոր չէ, բայց խելացի մարդ էր։ Ուրեմն այս աղբյուրները ռուսա-թուրքական, չգիտեմ, թուրքա-ռուսական կարևոր չի, չեն նշում մի փաստ։ Ստամբուլում ռեզիդենտ կառավարման ընթացքում Գեորգի Աղաբեկովի ձեռքին ընկնում է մի փաստաթուղթ, ըստ որի 1914-15 թվականներին փաստացի Թուրքիային առաջին աշխարհամարտի մեջ ներքաշած Էնվեր Փաշան, եթե մի քիչ պատմությունը բացենք, սա մի քիչ երկար պատմություն է, Էնվեր Փաշան իր ամբիցիաներով, հա, այսպես Թուրքիային կարելի ասել ներքաշեց առաջին աշխարհամարտի մեջ, հույս ունենալով, որ Գերմանիայի հետ կարող են դաշինք կազմել։ Ընկնում է մի փաստաթուղթ, ըստ որի ուրեմն 29 թվական 14-15 տարի առաջվա փաստաթուղթ են գնում ձեռը, որ բոլշևիկները եւ Էնվերը ինչ որ համաձայնություն են ունեցել 15 թվականի ապրիլի հետ կապված։ Իմիջիալոց Գեորգի Աղաբեկովին վերագրվում է նաև 1922 թվականին դեռևս դրանից 7 տարի առաջ ուզբեկական Բուխարայում Էնվեր Փաշայի սպանությունը։ Աղաբեկովը զգաստանում է, Աղաբեկովը հասկանում է, որ բոլշևիկները ինչ-որ հանցավոր համաձայնության են եկել թուրքերի հետ, թեև ես սա կրկնում եմ, ես սա հաստատել չեմ կարող սիրելի ժողովուրդ, ինչպես նաև ցանկացած որևէ բան այս թվերի հետ կապված սովետական հետախույզների հետ, այստեղ ոչ ոք չգիտի սրանցից որն է լեգենդ, որն է փաստ։ Ում ինչ պետք է օգտագործում են։ Այսինքն թուրքերին պետք է ներկայացնել Աղաբեկովին որպես դիզերտի, իրենք ներկայացնում են։ Ինչ պետք չի ոչինչ ներկայացնել։ Ես ներկայացնում եմ այն պատմությունները, որոնք ռուսական աղբյուրներն են բերում, որ Գեորգի Աղաբեկովի ձեռքին ընկնում են խիստ կարևոր փաստաթղթեր, եւ այս մարդը փորձում է օգտագործել դրանք ոչ ավել, ոչ պակաս Ստալինի դեմ։ Էլիզաբեթ Սթրիթերը, անգլիացի գործակալի աղջիկը, իբր պատահական ընտրված որպես այսպես անգլերենի ուսուցչուհի, Աղաբեկովը հիանալի տիրապետում էր 6 լեզուների թուրքերենի, անգլերենի, ֆրանսերենի, արաբերենի, նրան անգլերենի ուսուցիչ պետք չէր։ Պարզապես սա ծուղակի պես, հա, Էլիզաբեթ Սթրիթերին սկսում է սիրահետել։ Լիզան չի պատասխանում նրան փոխադարձ զգացմունքներով, բայց Աղաբեկովը փորձում է Էլիզաբեթ Սթրիթերի միջոցով դուրս գալ բրիտանական հետախուզության վրա։ Կռեմլում տեղեկանում են, որ Աղաբեկովը բրիտանական հետախուզության գործակալի աղջկա հետ է հանդիպում եւ միանգամից որս են հայտարարում։ Մինչև Կրեմլից տեղյակ են լինում, որ հենց ներսում անլեգալներին փորձում են օգտագործել Աղաբեկովին այսպես լիկվիդացնելու համար, Աղաբեկովը փախչում է Եվրոպա, որովհետև Լիզայի ծնողները դեմ էին, ինչպես գրված է պատմության մեջ, Կովկասյան արտաքինով, այսպես շատ կոպիտ է այնտեղ գրված, ասում են ներողություն, այսպես կոպիտ ասած, ասում են չոբանի այդպես պահվածք ուներ, ասում են շատ կոպիտ պահվածքով դեմ էին իրենց աղջկա հարաբերությունների նման մարդու հետ, բայց նրանք դեռևս չգիտեին, որ այս գորգավաճառը սովետական հետախուզության չեկիստ էր, գեներալ։ Աղաբեկովը փախչում է Եվրոպա։
Բելգիա, Ֆրանսիա, որևէ եվրոպական պետություն տեղ չի տալիս այս մարդուն։ Նույնիսկ ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալով, այդ Ֆրանսիա, Բելգիա, չգիտեմ, այդ մանր-մուներ այսպես եվրոպական երկրները, որոնք այդ ժամանակ առաջին աշխարհամարտից հետո արդեն կիսավեր վիճակում էին, չեն ցանկանում դեմ գնալ սովետական, այսպես բոլշևիկյան, այսպես իշխանություններին եւ Ֆրանսիայից վտարում են Բելգիա, Բելգիայից հետ են վտարում Ֆրանսիա։ Աղաբեկովը հասցնում է այդ ընթացքում մի քանի գրքեր հրատարակել։ Եթե դուք Google-ով անգամ, եթե Google-ով էլ չէ, դուք կարող եք կարդալ իմ երկրորդ գիրքը Աղաբեկովի մասին, մանրամասն այնտեղ կա։ Նրա հրատարակած այդ գրքերը անդառնալի վնաս են հասցնում սովետական հետախուզությանը եւ անձամբ Կրեմլին, անձամբ Ստալինին։ Գյորգի Աղաբեկովը բացահայտում է 400 անլեգալների անուններ, որոնք գործում էին այդ ժամանակ Իրանում։ 400 անլեգալների մեջ կային հայեր, Միրզոևներ, Ապրեսովներ, զույգերով, մարդկին, քույր եղբայր, հայեր։ Ուրեմն այս գրքերի հրատարակելուց հետո, սիրելի ժողովուրդ, հարաբերությունները Իրանի եւ Ռուսաստանի այնպես են լարվում, որ Իրանում անգամ մտածում են Ռուսաստանին պատերազմ հայտարարելու մասին։ Եվ սա ընդամենը մի երկու գիրք է հրատարակում։ Բայց Արևմուտքը այդպես էլ չի պահում Գյորգի Աղաբեկովին, այստեղից վտարում են այնտեղ, այնտեղից վտարում են այնտեղ։ Ռուսական, արդեն ոչ թե ռուսական, բոլշևիկները հասկանալով, որ սա այսպես պրոֆեսիոնալ չեկիստ է, նրան հեշտ չի լինելու որսալ, առաջ են բերում արդեն 1922 թվականի դեպքերը, օգտագործում են թուրքական հատուկ ծառայությունները, բացատրում են, պատմում են, խաբում են, համոզում են, ես չեմ կարող ասել, որ 22 թվականին այս մարդը կազմակերպել է, անձամբ չի մասնակցել, բայց կազմակերպել է Բուխարայում Էնվեր Փաշայի սպանությունը եւ հիմա այս մարդը, որին դուք փնտրում եք, թաքնվում է Եվրոպայում։ Ռուսական հատուկ ծառայությունների ժողովրդական այսպես կոմիսարիատի ՆԿՎԴ կոչվածի այդպես ծաղկատար եւ ժամանակատար օպերացիայի արդյունքում համատեղ գործակցելով թուրքական այդ հատուկ ծառայությունների հետ Ֆրանսիայի սահմանին ֆրանսո-իսպանական կամ ֆրանսիա-բելգիական, այսպես չեմ հիշում անկեղծ ասած, Գյորգի Աղաբեկովը ընկնում է չեկիստների լարած թակարդը, նրան մաս են անում թուրքերը, մաս են անում, լցնում են ճամպրուկը եւ գցում են սենը։ Հիմա երբ որ խոսքը հասնում է այս հակասական պատմության մասին, որ իբր Գյորգի Աղաբեկով այսպես դիզերտիր էր, փախավ արևմուտք, դավաճանեց ԽՍՀՄ-ին, չգիտեմ, գաղտնիքները ծախեց, չգիտես որ տրամաբանությամբ հանկարծ Գյորգի Աղաբեկովը միանգամից հայտարարվում է ազգությամբ հայ։ Բայց երբ որ դու ԽՍՀՄ-ին եւ այս նույն այս թուրքա-ռուսական այս խունտային բացատրում ես, ասում ես սիրելի տգետիկներ, բայց չէ որ կան բազմաթիվ անուններ, որոնք անգնահատելի ծառայություններ են մատուցել այդ ձեր նույն Կրեմլին եւ նրանցից ոչ մեկի ազգությունը չգիտես նորից որ տրամաբանությամբ չի հիշատակվում։ Սավետսկի ռազմետչիկ։ Հիմա տեսեք, 46 թվական պատերազմից հետո ԽՍՀՄ եւ դաշնակիցները հաղթել են։ Հաստատի հաղթել են, բայց Անգլիա եւ ԽՍՀՄ հարաբերությունները շատ սրվել են, սա նույնպես առանձին պատմություն է, ելի ժողովուրդ, այստեղ շատ ենթատեքստեր կան, թե ինչպես սկսվեց սառը պատերազմը։ Ամերիկացիները արդեն սարսափում են, բոլշևիկների ճամբարը գնալով աճում է, հա, այսպես բոլշևիկներին այսպես կամաց-կամաց սկսում են հետախուզություններով նեղել, մի 6 Մոսադ, չգիտեմ, այսպես Մոսադ չկա, ՑՌՈ, ՄՌՈ, այսպես եւ 46 թվականին Սովետական միությունից 3 հետախուզներ, օպերատիվ ծածկանունները Բեն, Աբել եւ Եփրատ։ Նա Եփրատ էլ չէ, Արտեմ, Եփրատ հետո էր։ Բեն, Աբել եւ Արտեմ գործողվում են
Հաջորդաբար մեկին ուղարկում են ԱՄՆ, մեկին ուղարկում են Բրիտանիա, մեկին ուղարկում են Իտալիա։ Սա արդեն պատերազմից հետո, ինչպես ասացի, 46 թվականից հետո։ Ուրեմն մի քանի տարի անց 57 թվականին Ռուդոլֆ Աբելին, առաջինին այս հետախուզներից, ԱՄՆ-ի Դաշնային բյուրոն ՖԲՌ կոչվածը ձերբակալում է ԱՄՆ-ում եւ դատապարտում 32 տարվա ազատազրկման, 32 տարի։ Ռուդոլֆ Աբելը նույն ինքը Վիլյամ Ֆիշերն էր։ Սովետական հետախուզությանը եւ Կրեմլին հատկապես հաջողվում է մի քանի տարի անց Վիլյամ Ֆիշերին նույն Աբելին փոխանակել ամերիկացի օդաչու Փավերսի հետ, որը գերի էր Ռուսաստանում, փոխանակում են։ Գրեթե նույն շրջանում Աբելից մի քանի ամիս անց բրիտանական մի վեցը բացահայտում եւ ձերբակալում է Բենին։ Հաջորդ չեկիստին ռուսական իսկական անունը Կոնան Մոլոտի։ Բենին մի վեցը, այսինքն ոչ թե մի վեցը բացահայտում է բրիտանական իշխանությունները դատապարտում են 30 տարվա ազատազրկման։ Բայց Բենին էլ ռուսական իշխանությունները սովետական, անդադ ռուսական եմ ասում, թեև հիմա դրանք իրավ հաջորդներ են։ Սովետական իշխանությունները փոխանակում են սովետական միությունում բացահայտված անգլիացի գործակալի հետ։ Իմիջիալոց այս պատմությունը թեև դրամատուրգիական այսպես զեղումներ է տրված, բայց Բենեդիկտ Կամբերբաչը հիանալի է խաղում շպիոնսկի իգրը, կարծեմ այդպես է կոչվում, մի քանի տարվա ֆիլմ է, թե ինչպես այդ Գրենվիլին, ամերիկացի Գրենվիլին, իհարկե ծագման հրյա, համոզում է, որ սովետական միությունում ինքը առևտրի պալատ պիտի բացի, այսպես գաղտնագրում են, դառնում է շպիոն եւ հենց սրա մասին է ֆիլմը եւ հենց այս գործակալի հետ են փոխանակում Կոնան Մոլոտիին։ Եվ երրորդ հետախույզը օպերատիվ կեղծանունը Արտեմ այդպես էլ չի բացահայտվում։ Երրորդ հետախույզը օպերատիվ կեղծանունը Աբել 1915 թվականին Արցախի Ասկերանում ծնված Աշոտ Աբգարի Հակոբյանն էր։ Ուրեմն Աշոտ Հակոբյանի հետախուզական այս ծառայության ողջ ընթացքում պատկերացրեք, որ սառը պատերազմի ամենադաժան այդ ամենալարված տարիներին Աշոտը կարողացել էր գաղտնագրել Իտալիայի ներքին գործերի նախարարի անձնական քարտուղարին եւ նրա այդ սեյֆից շուտ խիստ գաղտնի փաստաթղթեր, ոչ միայն Իտալիա, Ռումինիա, Բուլղարիա, կնոջ հետ կինն էր չեկիստ։ Աշոտ Աբգարյան ցեկիստը հետախուզը համարվում է ռուսական ոսկե եռյակ կոչված հետախուզական խմբի ամենաէֆեկտիվ հետախույզը, բայց Աշոտ Աբգարյանը այս տրամաբանությամբ սավետսկի շպիոն Գեորգի Աղաբեկովը պարզվեց ազգությամբ հայ է, թեև նորից կրկնում եմ, Գեորգի Աղաբեկովի կենսագրականը խիստ հակասական է, սիրելի ժողովուրդ։ Աշոտի հետախուզական գործունեությունը Եգիպտոս, Սիրիա, Ռումինիա, Բուլղարիա, Իտալիա այնքան գաղտնի է պահվում, սիրելի ժողովուրդ, որ մինչև այսօր, հիմա 2024 թվական, 70-80 տարի անցել, սովետական ՊԱԿ, արդեն նախկին ՊԱԿ-ը, հիմա Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները, այդ ՖՍԲ, ՄՍԲ կոչվածները, նրա ծառայության 70%-ը մինչև այսօր պահում են խիստ գաղտնի թղթապանակում, под грифом совершенно секретно։ Այսինքն չեմ բացահայտում։ Ինչ էր արել այս մարդը այդ թվականներին, դեռևս 50-ական թվականներին, հա, որ մինչև այսօր ասում են, եթե հանկարծ բացահայտեն, խիստ անդառնալի սկանդալային ինչ-որ բաներ կլինեն Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև, հələ Ամերիկան էլ չհաշված։ Եվ վերջապես Դավիդով, Գենադի, Օվալով, Ամիր, Անիտա, թուրքա-ռուսական այս բլոգերիկները, որոնք փորձում են ինչ-որ մեկ անուն գտնել ընդամենը եւ այս մեկ անվանը կապել ինչ-որ դիզերտիրություն, այս մեկ անվանը կապել ողջ հայ ժողովրդի հետ, թեև կրկնում եմ, այս մարդու կենսագրականը խիստ հակասական է, երբևէ չեն կարող իրենց ազգ ու տակով 1% անել գոնե այն ամենի, որ արեցին
Ընդհանուր հաշվով մոտ 120-130 հայ հետախույզներ, ես նախապատերազմական եւ հետպատերազմյան Ռուսաստանի մասին եմ խոսում, այսինքն 17-ից մինչև առնվազն սառը պատերազմի այդ թեժ ժամանակները 60-ական, 70-ական թվականներ։ Դավիդովը նույն ինքը սովետական հետախուզության կնքահայր Հակոբ Դավթյանն էր։ Գենադին սովետական հետախուզության գեներալ-մայոր, օպերատիվ կեղծանունը Գենադի։ Այս թուրքահպատակ, ռուսահպատակ այս բլոգերիկները իհարկե չեն կարող նստել եւ անձամբ պատմել, թե ինչպես սովետական միության հատուկ ծառայությունների գեներալ-մայոր չեկիստ Գենադին, նույն ինքը Հայկ Հովակիմյանը, կարողացավ Մանհեթենյան նախագծից կորզել ատոմային ռումբի նախագիծը եւ փոխանցել Կրեմլ։ Վերջապես, Օվալով Ամիր Անիտա Օվալովը քահանայի որդի Իվան Աղայանցն էր եւ 40-50-ական թվականներին, սիրելի ժողովուրդ, դուք գիտեք, հա Թեհրանի կոնֆերանս, այս պոյմ արևմտյան հատուկ ծառայությունները եւ հիմա էլ, եթե պատմությունը թերթում ես, հա, խոստովանում էին, ասում էին, որ Կրեմլին փլուզումից փրկում է միայն մեկ մարդ, եւ այդ մարդը Կրեմլի գաղտնիքների տիրակալ Իվան Աղայանցն է։ Իսկ Ամիրը եւ Անիտան, սիրելի ժողովուրդ, օպերատիվ կեղծանունները Ամիր եւ Անիտա, այն ժամանակ դեռևս տակավին երիտասարդ Գևորգ եւ Գոհար Վարդանյաններն էին, որոնք փրկեցին երեք այսպես պետությունների լիդերների կյանքը։ Ես ինչու ամենասկզբից մեջբերեցի Կասպարովի այս պատմությունը, հա, ինչ էր երազում Կասպարովը։ Ինչ էր երազում Դավթյան Հակոբը 1920 թվականին, երբ որ սովետական նորաստեղծ միությանը հաջողվեց տապալել առաջին հանրապետությունը։ Ինչ էր մտածում Քաթանյան Ռուբենը, ինչ էր երազում սովետական միության հետախուզության շեֆ, բայց չէ որ գնդակահարեցին այս մարդկանց։ Գնդակահարեցին այս մարդկանց։ Այս ժամանակահատվածում, երբ որ այս մարդիկ հերթով գլխավորում են սովետական հետախուզությունը, սիրելի ժողովուրդ, սովետական կոչված Հայաստանում 20, 25, 30, 37, թեև 37 թվականին արդեն Դավթյան Հակոբն էլ ընկավ Ստալինյան պատժիչ մեքենայի այսպես ռեպրեսիոն մեխանիզմի տակ, երբ որ այս մարդիկ հերթով փոխում էին սովետական միության հետախուզության պետի պաշտոնները, սովետական Հայաստանում գնդակահարվում էր մտավորականությունը։ Սովետական Հայաստանում գնդակահարվում էր մտավորականությունը։ Եթե դուք կարդաք կամ լսեք կամ չգիտեմ տեղյակ լինեք Բերիայի դատավարությանը, երբ որ Բերիային 1000 ու մի մեղադրանքներ են առաջադրում այսպես, արդեն Խրուշովի ժամանակ, կեսը շինծու, կեսը չգիտես էլ որը որից հետո, իմիջիալոց Բերիայի գնդակահարությունն էլ այսպես ժամով, տեղով, որով կա, այսինք 53 թվականի դեկտեմբերին այսպես դրեցին Լուբյանկայում, չգիտեմ, խփեցին գլխից այդ 2-3 տող, բայց մանրամասները այս մարդը այնքան ինֆորմացիա է տիրապետել, սիրելի ժողովուրդ։ Ասում են, որ Ստալինի մայից հետո Բերյան անմիջապես անցավ սովետական միության փլուզման գործին։ Բերյան ամեն ինչ անում էր, որ ցեկան այսպես կոչված, հա, կոմունիստները չմնան իշխանության գլխին։ Ասում էր թող մնան ինչ որ տարբեր պաշտոնների, բայց պետության ղեկը պետք չի տալիս մարդկանց։ Սա զուտ փաստեր, որոնք կան, բայց Բերիայի անձնական գործով առաջին վկաներից, որ նրա դեմ ցուցմունք տվեց, Բերիայի զինված թիկնազորի պետ Ռաֆայել Սարգսյանն էր։ Եվ արդեն հիմա, երբ որ ՊԱԿ-ը արդեն գաղտնազերծել է այդ փաստաթղթերի շատ քիչ հատվածներ, այսպես մեկու մեջ գաղտնազերծել են, ասում են, որ Ռաֆայել Սարգսյանը շինծու մեղադրանքներ էր այսպես ներկայացրել Բերիայի դեմ, թեև Բերիայի դեմ որևէ այսպես
վկա պետք էլ չէր, մենք գիտենք այդ մարդակերի, ասենք, կեցվածքը իր ամբողջ էությամբ։ Բայց սա մի մարդ էր ամեն դեպքում, սա մեկն էր, որ 1949 թվականին հենց իմ շեշտած Գենադի կամ Իվան Աղայանցի կամ չգիտեմ Դավիդովի արդեն չկար գնդակահարվել էր սովետական միության անլեգալների հետ, այսպես կարողացավ հասնել ատոմային ռումբի այդ նախագծի իրագործմանը, սա Բերյանն արեց իմիջիայլոց, հենց Բերյանն արեց։ Այսինքն սովետական միությունում ատոմային ռումբը սա Կուրչատովի խոսքերն են։ Կուրչատովին երբ որ բերում են որ Բերիայի դեմ ցուցմունք, դա Կուրչատովն ասում է, ինչ ուզում եք այդ մարդուն արեք, ինքը արժանի է դրան, ուզում եք գնդակարեք, ուզում եք կախեք, հետո գնդակարեք, ուզում եք գնդակարեք, նորից կախեք, կարևոր չի, բայց ասում է Բերյան չլիներ, մենք ատոմային ռումբ չէինք ունենա։ Իսկ սովետական միությունը 1949 թվականին եթե հանկարծ չէր ստեղծում ատոմային ռումբը իր շնորհիվ Մետաքսյան Կիրակոսի, Քոչարյան Սամվելի, Ալիխանյանների, Բոռնազյան Ավետիքի, Հայկ Հովակիմյանի, ԱՄՆ արդեն սաստում էր ռմբակոծել սովետական միության մի քանի քաղաքներ եւ այս պլանը արդեն ամերիկյան սենատում ներկայացված էր։ Սիրելի ժողովուրդ, որ պետք է ռմբակոծել ռուսական մի քանի քաղաքներ, քանի դեռ բոլշևիզմը չի ելել աշխարհով մեկ։ Սա պատմություն է, սա իհարկե այսպես հորինելու բան չէ եւ որևէ մեկը չի կարող նման բաներ հորինել։ Բայց կամ ռուսները, կամ թուրքերը, կամ կարևոր չի ազգությունը, սիրելի ժողովուրդ, սա փոքրության փոքր ազգի կոմպլեքս է։ Օրինակ, ինձ որպես հայ ժողովրդի զավակ ինձ երբևէ հետաքրքիր չի ներկայացնել, թե օրինակ հարևան երկրներում, ասենք այս կողմից, այն կողմից անուններ էլ չտամ, հա, որ մեկը ինչ է արել սովետական միության համար, որ մեկն ինչ է արել հայրենական պատերազմում, որ մեկն ինչ է արել, որի հետախուզությունը, որի սա, եթե հանկարծ փորձենք վրացիների հետ համեմատվել, քանի մարդակեր կանենք այնտեղից, քանի հերոս կհանենք այստեղից։ Եթե փորձենք սրանց հետ համեմատել, այնտեղից ոչինչ չկարողանանք հանել, բայց հանկարծ մի հատ անուն են գտել, եկել են դրել են աշխարհի առաջ, ասում են, տեսեք, Գեորգի Աղաբեկովը դիզերտիր էր եւ ոչ միայն դիզերտիր էր, այլև հայ էր, բայց մնացած հայերը, որոնք փրկեցին սովետական միությանը վերահաս վտանգից 43 թվականին, սիրելի ժողովուրդ, եթե հանկարծ Թեհրանում հաջողվում էր այդ, կարծեմ կոչվում էր օպերացիա Մարադյորի, եթե չեմ սխալվում, կարող է հանկարծ սխալվեմ, սովետական միության այս հետախուզության ևս մեկ երևելիներից Միխայիլ Ալավերդյանը, Շուշիից, օպերատիվ կեղծանունը Զաման։ Այս մարդը Քաբուլում, Աֆղանստանում այնպիսի ծառայություններ է մատուցել ԽՍՀՄ-ին, որ նույն ԽՍՀՄ-ի հետախուզության այսպես ոսկե տախտակին Զամանի անունը դաջված է որպես լեգենդ, որովհետև այդ տարիներին Իրանը Գերմանիայի հետ գրեթե այսպես փորձում էին ճանապարհ բացել դեպի Աֆղանստան, Հնդկաստան, այսպես։ Ես չգիտեմ ինչ կկատարվեր, եթե 43 թվականին հանկարծ մեր այդ տակավին երիտասարդ երեխեքը պատանի, գրեթե պատանի Գևորգ Գոհարիկը եւ մնացած այսպես Իվան Աղանցի գլխավորությամբ իմիջիալոց, երբ որ երկինքն էլ այսպես այս ամենի հետ միասին ապահով հսկում էր սովետական միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով, այո, նույն ինքը Խամփերյանցը, որին գնդակարեցին, ես չգիտեմ ինչ կլիներ, եթե հանկարծ հաջողվեր այդ երեք լիդերների դեմ մահափորձը, չգիտեմ ինչ կլիներ աշխարհի երեսին։ Բայց ինչպիսին է հայերի դերը այս ամեն ինչում, ինչ նշանակություն, ինչ ավանդ ունեն հայեր այս ամեն ինչի մեջ, սրա մասին իհարկե ոչ մեկին պետք չէ խոսել բացի մեզանից, իսկ մենք չենք խոսում, սիրելի ժողովուրդ։ Ես չգիտեմ հասանելի որ լեզվով կարելի է բացատրած լինել, որ հարևանները փորձում են ոչ մի բանից ստանալ ինչ-որ պատմություն, հարևանները փորձում են աշխարհին ցույց տալ միջնադարյան Ադրբեջանի քարտեզը, սա արդեն մարզազմ է, սա արդեն անեկդոտ է, հասկանում եք, միջնադարյան Ադրբեջան արդեն անեկդոտ է։ Կարելի է արդեն ծիծաղել ու գնալ հասնել, չգիտեմ ուր, անեկդոտ, ուզում եք կարճ անեկդոտ պատմեմ, ասա միջնադարյան Ադրբեջանի քարտեզ։ Բայց ես փորձում եմ ներկայացնել այն ինչ որ կա, այն ինչ որ գրված է, այն ինչ որ դաջված է, ինչպես իրենք են ասում ռուսական հետախուզության ոսկե ուշատախտակին, հա,
Մեր ժողովուրդը առաջինն է քարկոծում ինձ։ Մեր ժողովուրդը առաջինն է ասում, սա այն երեք ինչ-որ մեկը գրել էր, ձեր արևմտյան քարոզ, եթե դու խոսում ես Ամերիկայում ապրած մեր ժողովրդի մասին, դու արևմտյան քարոզիչ ես։ Եթե դու խոսում ես Կրեմլին մատուցած ծառայությունների մասին մեր ժողովրդից, դու ԿԳԲ-ի քարոզիչ ես, դու ԿԳԲշնիկ ես։ Առավոտ ԿԳԲ իրիկունը ցերեու Կեսօրին հանկարծ խոսեց Ջեյք Աղազարյանի մասին, որին Հայաստանում շատ քչերն են ճանաչում, բացատրեց, ասեց, գիտեք, պատերազմի տարիներին 42, 43, 44 թվականներին անգլիական, բրիտանական Mi-6-ում գործում էր Mi-6-ի ամենաէֆեկտիվ հետախուզներից Ջեյք Աղազարյանը, բրիտանական հատուկ գործակալության սպա Ջեյք Աղազարյանը արևմտյան Հայաստանից, որը կանխեց այդ բրիտանացիները Չերչիլը այսպես կանչում է այդ հատուկ ինչ-որ բաժին է ստեղծում, ասում է ո՞ց է լինում, որ մենք ինչ մտածում են գերմանացիները, մինչև մեր մտածելը սա արդեն գիտեն։ Հետախուզությունը հետախուզությունը, որը գործում էր Ֆրանսիայում, հայտնում է, որ Ֆրանսիայի տարածքում բրիտանական պաշտոնյաների մեծ մասը երրորդ ռեխի օգտին շպիոնություն են անում։ Եվ բրիտանական Mi-6-ը Ֆրանսիայի գործուղում հատուկ գործակալ Ջեյք Աղազարյանի, որպեսզի սա բացահայտի անգլիացի այն պաշտոնյաներին, որոնք աշխատում էին օգուտ երրորդ ռեխի։ Նացիստները վերջում գնդակահարում են Ջեյք Աղազարյանին, բայց երբ որ դու խոսում ես Ջեյք Աղազարյանի մասին, այ հասարակության մի զանգված կորոշի, որ դու բրիտանական Mi-6 ես գովազդում։ Եթե խոսես Հնդկաստանում ապրած հայերի մասին, կասեն, այս մարդը կրիշնայական էր։ Եթե խոսես Բիրմայի մասին, կդառնաս, չգիտեմ, ով գնաս Սինգապուր, գնաս արաբական աշխարհում փորձես խոսել, կասեն, այս մարդը կարող է քրիստոնյա էլ չի։ Այսինքն քառակուսի մետրը ինչ կապ ուներ, սիրելի ժողովուրդ, իմ արածի ողջ իմաստը եղել է եւ կա առանց որևէ խանդավառության, առանց պաթոսի, առանց որևէ մեկին անվանը կամ ազգությանը կամ ազգային պատկանելությանը կամ կրոնական պատկանելությանը ես ոչ մեկի հետ գործ չունեմ, մեր հարևաններից ոչ մեկի հետ գործ չունեմ։ Առանց ստորացնելու, առանց վիրավորելու ես ով եմ, սիրելի ժողովուրդ, ես ընդամենը ներկայացնում եմ ձեր իսկ մեջ ապրած մարդկանց, որոնք անգնահատելի ծառայություններ են մատուցել ում ասես բացի սեփական ժողովրդից։ Այս սրա մասին էր խոսքը։ Սրա մասին էր խոսքը, որ մեր մեջ ապրածների պոտենցիալը օգտագործվեց բոլորի համար, բացի մեզանից։ Էլ Կրեմլ, էլ Mi-6, էլ ՑՌՈ, էլ չգիտեմ ինչ, էլ Հնդկաստան, էլ Մեքսիկա, էլ չգիտեմ որտեղ։ Եվ այն ամենափոքր պատմության մեջ այս հակասական կերպարները, ինչպիսին Գեորգի Աղաբեկովն է, թեև Գեորգի Աղաբեկովը համարվում է ամենաէֆեկտիվ գործակալներից, այս հարևանները փորձում են այսպես էժանագին օգտագործել, այսինքն հայեր ինչու եք հրաժարվում, բայց այս հարևաններին դեռևս այնքան բան կա պատմելու այս ժողովրդի այն զորավոր կերպարների մասին, որոնց շնորհիվ իդեպ դրանք մինչև հիմա կան արցախցիներից։ Գոնե արցախցիներից, եթե միայն արցախցիներից, էլ մնացածի մասին չխոսեմ։ Ես որևէ մեկին, սիրելի ժողովուրդ, ոչ խնդրում եմ, ոչ համոզում եմ, ոչ երբևէ գովազդ եմ արել, ոչ չգիտեմ, ես ձեզ ընդամենը առաջարկում եմ, բացեք այս գրքերը, սիրելի ժողովուրդ։ Առնում եք, նվիրում եք, գնում եք, բերում եք, ինձ հետաքրքիր, ինձ այդ գումարն էլ հետաքրքիր չի։ Տարեք, բացեք հերթով, կարդացեք հերթով, 1, 2, 3 հերթով բացեք, կարդացեք եւ ինքներդ ձեզ հարցրեք, ինչ էին երազում այս մարդիկ Կասպարովի պես, երազում էին դառնալ աշխարհի չեմպիոն, ինչպես այդ կինը ասաց, լավ, դուք աշխարհի ամենաերջանիկ մարդն եք, իսկ վաղը, ինչ եղավ վաղը Հակոբ Դավթյան, երբ որ քեզ գնդակահարեցին, ինչ եղավ քո ժողովրդի հետ Քաթանյան, Ռուբեն, Անաստաս Միկոյան,
Ինչ եղավ քո ժողովրդի հետ։ Իլիչից մինչև Իլիչ գնացիր Անաստաս Միկոյան։ Հարցնում են Միկոյան Անաստասին կյանքի վերջին տարիներին, ասում են. «Պարոն Միկոյան, սովետական միությունը կարելի է ասել փրկեցիր սովից, կարելի է այդպես էլ ասել»։ Միկոյան Անաստասը զարգացրեց արդյունաբերությունը, այսպես իհարկե ոչ միայնակ, բայց Միկոյանն էր վստահված այդ ամեն ինչը։ Բա քո ժողովուրդը Միկոյան Անաստաս, սա իրական բան եմ ասում, հարցնում են Միկոյանին, ասում են. «Ինչ կասեք այսպես ձեր ժողովրդի մասին, որ գնդակահարություններ, ռեպրեսիաներ, դրանցից շատերի տակ դրված էր Միկոյան Անաստասի ստորագրությունը»։ Միկոյանն ասում է. «Ռեժիմներ այդպես»։ Ասում էր. «Մի тогда били подонками и подлецами»։ Ասում էր Կրեմլում նորմալ մարդ գոյություն չունի, ռեժիմը այնպիսին էր, որ բոլորս էլ սրիկաներ էինք, բայց միթե սա արդարացում էր, սիրելի ժողովուրդ։ Միթե սա արդարացում էր Արցախի ամեն քառակուսի մետրից, որ նայես, ամեն քառակուսի մետրից մի զորավոր դեմք է գնացել, եթե ոչ աշխարհին, գոնե ԽՍՀՄ-ին անպայման գնացել է։ Գոնե ԽՍՀՄ-ին։ Եվ այստեղ ոչ թե պետք էր մեղադրել նրան կամ հարևաններին, պետք էր սովորական հարցը տալ, սիրելի հայեր, ինչ էիք երազում դուք։ Դուք երազում էիք դառնալ այսպես ճակերտավոր ալեգորիկ աշխարհի չեմպիոն, թե երազում էիք մնալ սովորական, այսպես միջին կարգի, այսպես սպորտի վարպետ կամ վարպետ էլ չէ, բայց երբևէ տնավեր չլիներ, որպեսզի ձեր երեխեքը չգնային եւ չդառնային այսպես սան ու գելի բաժին։ Այս դրա մասին էր խոսքը, սիրելի ժողովուրդ։ Իսկ սովետական միության հետախուզների մասին իհարկե մեր սիրելի գրողներից մեկը, անունը չտամ, դուք ճանաչում եք, գրել է մի քանի գրքեր, ես դրանցից մի քանիսը կարդացել եմ, մի քիչ ավելի դրամատուրգիական այսպես զեղումներով, բանով, բայց հիմնականում այսպես փաստերով։ Իսկ ես ինչ որ արել եմ, սրա մեջ դրամատուրգիա չկա, ես չեմ, այստեղ ոչ մի ավելորդություն չկա, այստեղ ընդամենը կան փաստեր, մարդիկ, որոնք ծնվել են այսինչ թվականին, ապրել են այսքան, մահացել են այսինչ թվականին, ինչ են արել այս մարդիկ համամարտկային, եւ այստեղ ոչ միայն ԽՍՀՄ-ի մասին է խոսքը, այլև ամբողջ աշխարհի մասին է խոսքը։ Բայց եթե վերցնենք ԽՍՀՄ որպես մեր ընդհանուր ցակերտավոր հայրենիք, եթե վերցնենք ԽՍՀՄ որպես նախորդող ՌԴ-ին, եթե ՌԴ-ին վերցնենք այսպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, եթե կարելի այսպես ասել, հայերի ավանդը դուրս բերելով 1917 թվականից այս կողմ, եթե միայն հայերի ավանդը, միայն հայերի, եւ ես չեմ խոսում այդ 600,000 հայերի մասին, չգիտեմ, պատերազմին մասնակցին 600,000 կեսմի, ես չէ, ընդամենը 20-30 անուններ կարելի է դուրս բերել, դեռ բոլորին մասին չասած, 20-30 անուններ։ Երբ որ դուրս բերենք այդ 17 թվականի ԽՍՀՄ պատմության միջից, ես նույնիսկ չգիտեմ ԽՍՀՄ կհասներ երկրորդ աշխարհամարտին, թե մինչև դա արդեն քանդված կլիներ եւ ասեմ ավելին, ինչ քարտեզ կլիներ մոլորակի վրա այսօր։ Բայց մոլորակը մնաց իր տեղում, երկրները մեծացան, երկրները այսպես տարածվեցին, Հայաստանը գնալով սեղմվեց եւ եղածն էլ ձեռներիցս տարան, որովհետեւ կրկին հարց. ինչ էիք երազում դուք աշխարհին տեր դարձած, աշխարհի տունը սարքած սիրելի հայեր, երբ որ ձեր տունը մնաց մեն միայնակ։ Լավ մնացեք, հաջորդ անգամ կփորձենք խոսել մի քիչ ավելի այսպես լայն ֆորմատով արդեն մարդկանց մասին, որոնց ավանդը ոչ միայն անգնահատելի, այլ նաև անուրանալի, այսինքն ինչ ազգել, ինչ ազգություն էլ փորձի այս մարդկանց անվանը կպնել, ինչ որ բան խեղաթյուրել, չի ստացվելու։ Չի ստացվելու այս մարդկանց մասին ավելորդ բաներ խոսել, չի ստացվելու այս մարդկանց մասին պատմությունը խեղաթյուրել, որովհետև գոյություն ունեն դաջված փաստեր, գոյություն ունեն հազար ու մի աղբյուրներ, որոնք կարող են այդ ամեն ինչը հերքել։ Ես հասկանում եմ, որ սա ինֆորմատիկ տերոր է, ես հասկանում եմ, որ մարդիկ փորձում են աշխարհին ներկայացնել, ասենք, այս մի տեսանկյունից, բայց աշխարհը շատ լավ գիտի, որ նույնիսկ Գեորգի Աղաբեկովի մասին
այսպես հակասական ինֆորմացիան չի կարելի բերել այս էժանագին ներկայացնել, որովհետև Գյորգի Աղաբեկովը ոչ միայն համարվում է ռուսական հետախուզության ամենաէֆեկտիվ գործակալներից մեկը, այլ Գյորգի Աղաբեկովից բացի կան, գոյություն ունեն, ապրել են, արարել են հայեր, որոնց ավանդը դուրս բերեինք, եթե հանկարծ այդ պատմության միջից, ես չգիտեմ, կրկնում եմ, չգիտեմ ինչ քարտեզ կլիներ այսօր աշխարհի վրա եւ որտեղ կլիներ այդ քարտեզի վրա ԽՍՀՄ եւ արդյոք այդ ԽՍՀՄ-ից կմնար Ռուսաստանի Դաշնություն։ Լավ մնացեք։